Շատ լավ է, նաև կուզենայի ուղղակի ձեր ուշադրությունը հրավիրել նաև տեսչական մարմիններում ղեկավար պաշտոնների կանանց եւ տղամարդկանց հարաբերակցության վրա, թվի հարաբերակցության վրա, ուղղակի զուտ որպես ղեկավար ուշադրություն դարձրեք, իսկ ինչ վերաբերում է տեսչական մարմիններին, կուզեի սննդի անվտանգության տեսչական մարմնից տեղեկանալ արդյոք ձեթի օգտագործման ժամկետի մասով մենք ունենք որևէ ստանդարտ սննդի կետերում հասկանալու համար արդյոք նման ստուգաթուղթ կա, որով ըստ որի սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է արդյոք սննդի կետը ձեթը ինչ ժամկետը մեկ պետք է փոխի եւ այս գործընթացը կարգավորված է թե չէ, բայց մինչեւ պատասխանը լսել ես ուզում եի ափսոս գնաց պարոն Մինասյան, ուզում եի ասեի հեչ ի օգուտ իրեն հարց չէր տալիս, որովհետեւ եթե մենք հանրային բարիքը եւ ծախսերի արդյունավետությունը ստուգելու հարց պիտի այստեղ բարձրացնենք, եկեք ստուգենք ընդդիմադիր падգամավորների արդյունավետությունը, երբ դատարկ դահլիճում գալիս գրանցվում են, գնում են աշխատավարձ են ստանում եւ նիստերին չեն մասնակցում։ Ուզում եմ ասել, այս հարցերը երբ տալիս են, ամեն մարդ թող նախ իր գնահատականը մի հատ ի սկզբանե նայի, հետո այս հարցերը տա։ Շնորհակալություն։ Վարդան տենց ալնում, հետո ազգային ժողովի ընդհանուր ազգային ժողովի բյուջեն են նվազեցնում։ Բայց վերջի հարցը ձեթի հետ կապված ճիշտ ասած ընդդիմադիր падգամավորներ չէ ընդհանուր Բայց Տիգին Վարդան, ձեթի հետ կապված հարցը կարծես թե մի փոքր էս ձևաչափից դուրս է, եթե ցանկանա խնդրեմ, որտեղ չէ բյուջե են քննարկում։ Պարոն Մինասյանին թողեցինք այնքան հարցեր տվեց ոչ էս ստեղից, հիմա Տիգին Վարդանյանին արգելում եք։ Պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, ժողովրդավարությունը պահանջում է նաև որոշակի, ասենց ասեմ, վերաբերմունք, որ հետո չասեմ, բալանսավորված, այո, պարզապես ասեցի, խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հա փորձեմ շատ համառոտ, որպեսզի չշեղվենք պատասխանեմ այդ հարցին, ճիշտ հասկացա, չէ, որ վերաբերում է հարցը ձեթին, որ օգտագործվում է սննդի կետերում։ Յուրաքանչյուր սննդի կետում իրանք պարտավոր են ունենալ հաստ համակարգ, այսինքն երբ որ մտնում ենք ստուգման, մենք նայում ենք ձեռքբերումը, ինչ ձեթա ձեռք բերվել, միջև օգտագործվածինը, հա, նայում ենք դրա պիտակավորումը, ժամկետները, այդ բոլորը ստուգաթերթում կա, իսկ այն ձեթը, որ օգտագործվում արդեն պատրաստման ընթացքում, դա հաստ համակարգով, այսինքն դա մատյանա, որ վարվում է յուրաքանչյուր սննդի կետը պարտավոր է դա ունենալ, չունենալու դեպքում եւս նախատեսվում է տուգանք, իսկ ունենալու դեպքում արդեն մենք հասկանում ենք, թե ինչ ժամանակահատվածում է դա օգտագործվել ու փոխվել։ Եթե դրանով էլ հաստատված, այսինքն գրած է մի բան, հա, բայց իրականում այլ բան է օգտագործվում, դա արդեն նմուշարման դեպքում նոր կարող ենք իմանալ հստակ ինչ արդյունք կա դրա մեջ։ Այո, միանշանակ, եթե մտնում ենք ստուգման յուրաքանչյուր ապրանքից, սկսած աղից, միջև պատրաստի ապրանք նմուշարում։